Dundee Precious Metals կապան ընկերությունը Հայաստանում գործում է 2006 թվականից ի վեր։ Ընկերությունը երկար տարիներ զբաղվում է բազմամետաղային ստորգետնյա հանքավայրերի հետազոտությամբ, մշակմամբ եւ արտահանմամբ։ Հանքավայրում արտադրվում է պղնձի եւ ցինկի խտանյութ, ոսկու եւ արծաթի պարունակությամբ։ Հատուկ մշակում անցնելուց հետո այն արտահանվում է արտերկիր։ Ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի խոսքով ներկայումս հանքավայրի արտադրությունը տարեկան կտրվածքով կազմում է 600,000 տոննա հանքաքար։ Ըստ նրա նախնական հետազոտությամբ հանքի շահագործման համար 13-ից 14 տարվա պաշար կա։ Ներկայի դրությամբ մենք բավականին լուրջ հաստատված պաշարներ ունենք եւ հանքի կյանքը տակավին երկար է այստեղ։ Հանքուղին այս պահին շահագործվում է երկու ուղղությամբ՝ հյուսիսային 30%, հարավային 70% արտադրությամբ։ Նախկինում հանքի կենտրոնական հատվածը գտնվում էր Կապանում, որը սակայն ընկերությանը չի պատկանում եւ չի շահագործվում վերջինիս կողմից։ Վերջին տարիների ընթացքում ընկերությունը բավականին մեծ ներդրումային ծրագրեր է իրականացրել հանքարդյունաբերության շահագործման համար։ Այդ ներդրումների շնորհիվ ձեռք են բերվել նորագույն սերնդի հզոր եւ որակյալ սարքավորումներ։ Ընկերության տնօրենի խոսքով վերջին 3 տարում շուրջ 8 միլիոն դրամ է ծախսվել հանքանյութեր տեղափոխող մեքենաների ձեռքբերման համար։ Մեքենաներու հզորությունը ստորգետնյա լավագույն ատլաս կապկո մեքենաներն են։ Մեքենաները, որ օգտագործում ենք մեծամասնությունը հասկացողի համար ասեմ, ST7 ապարաբարձիչ մեքենաներն են, որոնք նաև օգտագործում են remote control-ով, իսկ բեռնատար մեքենաները մեծամասնությունը օգտագործում են MT2010 եւ MT2036 բեռնատար մեքենաները, որ նոր են Atlas Copco-ի մեքենաներ են։ Dundee Precious Metals կապան ընկերությունը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, սակայն մեր գերնպատակը ներքին արտադրանքի ծավալների մեծացումն է, նշում է Հրաչ Ջաբրայանը։ Հանքանյութի մշակումը բավականին բարդ եւ երկարաժամկետ աշխատանք է, ասում է նա, սակայն առաջխաղացում արդեն իսկ նկատվում է։ Նախնական հորատումներ, այնուհետև պայթեցում, ապա նոր հանքանյութի հանում եւ մշակում։ Սա դեռ միայն առաջին քայլն է, որից հետո անցում հաջորդ քայլին։ Այդ չարտումից որ անցնում է արդեն բավական մանրակրկիտ քարը գնում է ֆլոտացիա։ Այդտեղ ֆլոտացիայի process-ից որ անցնում է, այդտեղ բնականաբար խառնվում է ինչ որ ռեագենտներով, այդտեղ մշակվում է, այսինքն եղդը դուրս է գալիս, բարձրանում է այսպես կոչված, իսկ ասենք ծանր հանքաքարը, որ որ մեջ կպարունակի բղինցը եւ ոսկին, արդեն իջնում է ներքև։ Այդտեղից չորացման գնում է եւ ունենք չորացման տարածք եւ այդտեղից հավաքվում է այդտեղ։ Հրաչ Ջաբրայանը կիսում է այն կարծիքը, որ հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրին մեծ վնաս է հասցնում, սակայն անհրաժեշտ է բնապահպանական խնդիրները գոնե նվազագույնի հասցնելու համար հանքերը ճիշտ եւ գրագետ շահագործել։ Ես անձնապես բազմիցս հրավիրել եմ բոլոր երևանյան բնապահպանական ՀԿ-ները եւ ակտիվիստները, որ այցելեն մեր տարածքը եւ իրենց մասնակցությամբ մեզ խորհուրդներ տան, որ արդյոք մենք ինչը կրնանք բարելավել եւ ինչպես կրնանք բարելավել։ Բայց մինչեւ օրս ոչ մեկի հրավերը չի ընդունել։ Հրաչ Ջաբրայանը համոզված է, իր գործի հաջողությունը նախ եւ առաջ պայմանավորված է իրենց աշխատելավոճի թափանցիկությամբ։ Համոզված եմ, որ ճիշտ մոտեցումով մենք կրնանք հաղթահարել ամեն ինչ։ Իմ սկզբունքներս համոզված եմ, որ ճիշտ են, կրնալալ, որ սխալ եմ, բայց այդ մեկ ուրիշները թող տան եւ եթե սխալներ ունին պատրաստական եմ շտկելու այդ սխալները։